Պարոն Սողոմոնյան, արդեն 6 ժամ է անցել ընտրությունների մեկնարկից, նախ կխնդրեմ ներկայացնեք, թե մինչև այս պահ հայաքվե նախաձեռնությունը ինչ խախտումներ է արձանագրել, մասնավորապես Գյումրիում։ Հայաքվե նախաձեռնությունը, դիտորդական առաքելությունը ավելի ճիշտ ասենք, համատեղ դիտորդական առաքելությունը Գյումրի ավականու ընտրությունների բոլոր 82 ընտրական տեղամասերում ներկայացված է դիտորդներով։ Այս պահի դրությամբ խախտումներ բազմաթիվ արձանագրվել են, խախտումներ, որոնք կապված են ընդհանուր առմամբ հանձնաժողովների անդամների ոչ կոմպետենտ գործունեության հետ, որոնք որ պարզապես իրողությունը, իրադարձությունը չեն ընկալում որպես խախտում կամ, չգիտեմ, կամ թողտվությամբ են առաջնորդվում եւ օրինակ այս տեղամասում բազմաթիվ անգամ խախտումներ տեղի են ունեցել, բայց մեկ էլ նայում ենք գրանցումների գալիս եմ տեսնում եմ, որ գրանցումների մատյանում, համապատասխան մատյանում արված չեն, մինչեւ որ վստահված անձինք կամ դիտորդները չեն պնդում, որ այդ խախտումները արձանագրեք եւ խախտումներն արձանագրելիս էլ հաճախ երևի չեն իմանում ինչպես արձանագրեն այդ խախտումները։ Բաց քվեարկության դեպքեր արձանագրվել են, երբ որ ընտրողը իր քվեախցիկից դուրս գտնված հատվածում վերցնում է, դնում է բանի մեջ, ծրարի մեջ եւ այդպես այդ ամեն ինչը երևում է բոլորին։ Երևացել ուրեմն միևնույն անձին պատկանող ID-ով եւ անձնագրով կտրոններ դուրս գալու, երկու տարբեր կտրոններ դուրս գալու դեպք եւս այդպես կոնկրետ օրինակ ասենք արձանագրել եւ ID-ով եւ անձնագրով երկու հոգի նույն մարդու ոնց որ ես եւ դուք իմ եւ անձնագրով եւ ID-ով մտնենք եւ ոնց որ երկու տարբեր բաներ տպվի միաժամանակ Համենայն դեպս ես չգիտեմ, հիմա չեմ ուզում ասել սա դիտավորություն է, բայց համենայն դեպս համապատասխան պատշաճ վերաբերմունքի ուշադրության բացակայության պայմաններում նաև այսպիսի դեպքեր են տեղ ունենում։ Այս տեղամասերում, կոնկրետ այս տարածքում, այս տեղամասերում, որը որ համընկնում է այն հանգամանքի հետ, որ այստեղ քաղաքապետ Մինասյանը, այո, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թաղամասն է, ուղղորդման բազմաթիվ ուրեմն դեպքեր, կուտակումներ, ոչ սահմանված, ասենք, չափի հեռավորության վրա շտաբ, որտեղ քարոզչական նյութեր եւ այլն այս ամեն ինչը, հատկապես այս կարգի խախտումներն են, որ այս պահի դրությամբ ամենա ուշադրության արժանին են, որ ընտրողի ազատ կամքի վրա ուղղորդումներ տեղի չունենա։ Դեպքեր են եղել, որոնք օրինակ հայաքվեի դիտորդների կողմից կանխվել են, երբ որ հանձնաժողովի անդամը անուղղակի ձևով հուշում է կատարում։ Օրինակ փոխանակ ասելու, որ որևէ քվեաթերթիկ դրեք ծրարի մեջ եւ մնացածը թափեք, ասում են մեկ քվեաթերթիկ, մեկը դրեք մի քանի անգամ, այսպիսի ուրեմն բառակազմով ուրեմն բան է տեղի ունեցել, դեպք է տեղի ունեցել, որը ժամանակին զգուշացրել ենք եւ կանխվել է։ Այս պայդրությամբ ես ասացի հիմնականում այն կարգի ուրեմն խախտումները, որոնք որ իմ անձնական դիտարկման ներքո են տեղի ունեցել, բայց մեր բոլոր դիտորդներից բոլոր այսպես համակարգողներին գալիս են տեղեկությունները, դրանք հավաքվում են եւ մենք ավելի ուշ, ավելի խմբավորված, դասակարգված ձևով խախտումների մասին հանդես կգանք մեր ուրեմն հայտարարություններով։